Նախ առաջի հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, այդ թվում ձեզ, որ վերջին այս իրադարձությունները համացանցում շատ լայն տարածեցիք, դրա անհրաժեշտությունը կար, եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր անդրադարձել էր տեղի ունեցած խայտարակ միջադեպին։ Քանի որ այդ միջադեպը համացանցում շատ բուռն է քննարկվել եւ բազմաթիվ զրպարտություններ է տեղի ունեցել իմ նկատմամբ եւ ամբողջ իրականությունը մանիպուլացել է, դրանց պատճառով ես այսօր հրավիրել եմ այս ասուլիսը, պատասխանեմ ձեր հարցերին եւ այդ ամենը բարձաբանեմ եւ հստակ փաստերով հիմնավորեմ, որ այդ ամենը սուտ է։ Առաջի սուտը ուզում եմ անդրադառնալ նրան, թե իբրև ինչպես որ համացանցով շատ բուռն տարածվեց, որ իբրև թե մանկապարտեզի տեսանյութում ես թաղապետին վիրավորել եմ։ Հիմա ձեր թույլտվությամբ ես հիմա կմիացնեմ այդ մանկապարտեզի հրապարակած տեսանյութը եւ բոլորս մենք իրար հետ կդիտենք հստակ փաստերով, այլ ոչ թե խոսքերով եւ կտեսնենք որտեղ եմ ես, որևիցե բառ որևիցե մեկի հասցեին այդ թվում թաղապետին վիրավորել։ Ես խոսափողերը նայեք, ՔՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաճին է էսի։ Ժողովուրդը տեսնում է, ժողովուրդի իրաց լսում կասի անկեղծ, ես ամենի խոսք չեմ տեսնում։ Հիմի նաև իմ հարցը Մասիվի թաղապետին է, այսինքն Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությանը էլի օրինակի համար։ Թաղապետը դուք եք, հասկանում եմ, որ ձեր կաբինետից ներքև ձեր դෘստի տակի այգիները նույնիսկ չեք մտնում նայում ինչա, բայց մանկապարտեզը այստեղ հասկանում եք, մեր երեխաներն են խաղում, հասկանում եք այստեղ։ Այս քարը բլբի կենտրոնի հասկանում եք։ Բարոյականությունն եք, հետ եմ գալու նորից ստուգելու եմ։ Չեմ թողի, որ այս վիճակում թողեք այս մանկապարտեզը։ Դուք եկա փոքրելու անգնի, հա։ Զոդում պիտի անեի, սվարգան։ Չէ, այս նորմալ է, ժողովուրդ։ Այս իշխանությունը, պաշտոնյաները աշխատանքային շրջաններ չեն անում, իրանք աշխատանքային կաբինետից դուրս չեն գալիս այդ մարդները։ ախում են, եկել նկարվելու համար են դուրս գալի։ Փորձեն գան, բունխակիները տենան, փորձեն զուտումներ կան, որպես այսինքն ախում են ու չեն գալ, ախում են ու չեն գալ։ Ուրեմն մի օր որոշել եմ փող քաղաքապետերի հանգստան սենյակները շրջայց կատարել։ Տեսնեմ ինչ խմիչներ եք դուք խմում։ Պատահական կլինի։ Անակնկալ ձեր համար։ Ձերը լսում ա։ ամենաշատը տարվա ընթացքում 2 տարի հետո այս մանկապարտեզը նորից վերանորոգ։ Միանշանակ, նորից։ 2 տարի չի ծառայ, ամենաշատը լավ եք պատվել։ Կանալիզացիան եկել է, լսվել է ստեղ ամբողջությամբ։ Դուք հասկանում եք այդ հակասային տարիքան վիճակը ինչա տեղ ունենալու։ Հավաքես մի ձևի լիներ, տանել հստեղ արգիշտի մեկ հասցրել դրանց կաբինետները։ Հիմա տեսեք ստեղ, էլի։ Ակոնքի մաշտության ՔՊ-ն։ Որտե՞ղ լուքը ասֆալտել է, ժողովուրդ։ Պիտի փոխարենը բարձրացնեն, վերակառուցեն, այս ասֆալտի մակերեսին է, բայց բռնեք ասֆալտը փռել են դիտավորիչ, կատուկի, սենց բաբոց կա։ Ժողովրդական լեզվով ասած բերել են լուքը ասֆալտապատել են, հետո կան հետո ոչ ասկիպած տեսել է, չէ՞։ Ու այս ասֆալտը լրիվ է, որ ուզենամ ձեռս գցեմ քանդեմ, հաստատ կարողանալու եմ։ Ու նորից եմ կրկնում, այս ձևի փողերը մսխել հոդս ցնդեցնել, ինչա թե ձեր ՔՊ-ականն է տղեկ։ Ամոթ էլի շնորհք ունեցեք։ Գոնե փող ուտում եք այնպես տեղ կերեք, որ երեխեքի վրա չուտեք այդ փողն, էլի մանկապարտեզի վրա մի կերեք այդ փողն, էլի։ Ինչ պիտի անեն, ինչ պիտի անեն։ Դատեն ԿՊ-ականներին, բոլորին պատասխանատվության ենթարկեն ու բերեն նորմալ կառուցել։ Ես հարցը ուզում եմ նաև տալ այդ ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին։ Լևոն Հովհաննիսյան, ձեր երեխային կբերեիք այս մանկապարտեզը։ Կարող այդ ակունք իմաստությանն է դարձել։ Ես չգիտեմ, բայց հստակ ժողովուրդ ջան, հարգելի լրատվամիջոցներ, նոր ես միացել եմ պարոն Մանուկյանի հրապարակած տեսանյութը, որը ըստ իրանց առիթ է դառել, որ զանգահարեն եւ սպառնան։ Բոլորը լսեցիք, որ հստակ իմ կողմից որևիցե մեկի հասցեին, այդ թվում թաղապետի
ոչ մի վիրավորական խոսք եւ առհասարակ ոչ մի նշում թաղապետի հասցեին որևիցե խոսք չի եղել։ Բացի այդ, համացանցում վերջի ժամանակահատվածում դեպքի վերաբերյալ շարժվել է այն, որ մենք ներկայացել ենք դա մանկապարտեզի աշխատանքները որպես ավարտված եւ այդ ինչ որ երեխեքներ են հաճախում մանկապարտեզ, հարգելի ժողովուրդ ջան, լրատվամիջոցներ ջան, ես որդեգրել եմ մի սկզբունք, որն այն է, որ ես երբևիցե սուտ չեմ խոսում, ներկայացնում եմ այն իրականությունը, որը կա, անհերքելի փաստերով։ Եվ հիմա կրկին պարոն Մանուկյանի հրապարակած տեսանյութից մի հատվածը միացնեմ, որում հստակ ես նշում եմ, որ այդ մանկապարտեզի աշխատանքները ընդունված չեն, բայց սակայն արդեն իսկ պետք է հանձնված լինեին։ Այսինքն մենք չենք ասել, որ այդ աշխատանքները ընդունված է եւ ներկայացնում ենք սխալ։ Այսինքն ինչպես կա, այդպես էլ ես ներկայացել եմ։ Եվ հիմա միացնեմ այդ տեսանյութի այդ հատվածը։ Աշխատանքները չավարտված գնումն է, բայց հեսա բանալի չէ կարողանում ավարտին հասցնել, որ մի հատ էլ չավարտած ենք նկարում։ Հենց հարցը դրանում է կայա։ Տեսեք, իմ գործողությունների մեջ ոչ մի զրպարտանք, վիրավորական ոչ մի խոսք չկա։ Ինչի արդիվ թաղապետը իրան թույլ է տվել, որ զանգահարի ինձ, միտումնավոր եւ սպառնացել, ինչի ձայնագրությունը իր զանգի հրապարակվել է այն բանի համար, քանի որ նա հերքել է, ասել է ես ոչ մի վիրավորանք չեմ տվել, հրապարակումը տեսանյութ ձայնագրումը դրա համար է եղել, որ իր սուտը ոչ մի ձև չկարողանան մանիպուլացնել։ Այսինքն, որից հետո նա վերահաստատել է, որ զանգել է եւ վիրավորել է, մտածված է։ Հիմա թաղապետի հարցազրույցից մի հատվածը միացնում, որտեղ նա ասում է. Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ժողովուրդ ջան, տեսեք, թաղապետը ըստ իր խոսքերի միտումնավոր է զանգել եւ ինձ սպառնացել։ Այն դեպքում, երբ որ ես որևիցե վիրավորանք չեմ արտահայտել, եւ հիմա ասեք, իմ կողմից սադրանքը այդտեղ ինչու՞ է կայանում, որ իրանց այս իշխանության թալանն են բացահայտում կոռուպցիան։ Այդ է, եւ դրա համար տեսանյութով շատ པարզ հստակ երևում է, թե ինչպես եմ ես միայնակ բարձացել եմ վերև դուրը նորմալ ձևի ծեծել եմ, բացել եմ հանգիստ տոնով, խոսացել եմ առասարակ կոչ եմ արել, որ նրանք հանգիստ տոնով խոսան, որը իրանք հենց ինձ վիրավորել են եւ հետեւից հարվածել են եւ խմբակային ինձ վրա հարձակվել են, այդ տեսանյութը բոլորս էլ տեսել են եւ դա անհերքելի է։ Այսինքն սա ակնհայտ անհերքելորեն ապացուցում այն մասին, որ այդ ամբողջ գործընթացքը եղել է միտումնավոր կազմակերպված։